Մենք ապրում ենք աշխարհի ամենագեղեցիկ, ամենավարդագույն եւ ամենահյուրընկալ քաղաքում։ Այստեղ են բնակվում գյումրեցիներ, լոռեցիներ, ապարանցիներ, մարտունեցիներ, հոկտեմբերյանցիներ, մի խոսքով բնիկ երևանցիներ։ Երևանում կողք կողքի ապրում եւ աշխատում են տարբեր մարդիկ։ Օրինակ, կենտրոնի մասնավոր դպրոցներից մեկի վախկոտ տնօրեն պարոն Ծիրոյանը եւ համառ ուսմասվար Տիկին Ուլյան։ Ակումբային կյանքով ապրող, փողին փող չասող, անփոք երիտասարդներ Էրիկը եւ Նարեկը։ Հենց այստեղ է նկարահանվում կոտրված մեխակ ամենառեյտինգային հեռուստասերիալը։ Եվ իհարկե մեր քաղաքում իր մշտական բնակությունն է հաստատել Ստեփանակերտցի Ստեփան Արցախյանը։ Նրանք տարբեր են, բայց բոլորն էլ սիրում են Երևանը, համար մեկ քաղաքը աշխարհում։ Սա նոր-նորքն է, Երևանի ամենաբարձրադիր թաղամասերից մեկը։ Հենց այստեղ վարձով, բայց իր մշտական բնակությունն է հաստատել ազնիվ Ստեփանակերտցի Ստեփան Արցախյանը, ով ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչի հաշվին են վայրկենական լուծվում իր անլուծելի խնդիրները։ Ինչ է եղել, որ շատ էլ սիրուն է։ Իզոր ինչի տանեմ, 1000 դրամ մանիկյուրի փող տամ, սեն շատ սիրուն է։ Ես ոնց որ քուրից մեր տոն չի։ Ստյոպ ջան, գիտես ինչ է եղել։ Սեդան ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղի ուղեգիր աշահել։ Հիմա արդեն ընդեղ է գնացել է, որ մասնակցի։ Դա դու լուրջ ես ասում, Լիդա։ Այս զարմանում եմ, ով է տեսել, որ միլիոնատերը կինոմիլիոնատեր խաղին մասնակցի։ Համեր տա ինչ ուղիղ ունի, որ մասնակցի։ Ես խայտարակ այնելու, որովհետև գլոխից մեջ խաղեր է խաղում, Լիդա, այդ է համար։ Ստյոպ ջան, կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը։ Ինքն էլ ասել է, որ զանգ ընկերոջ օգնության ժամանակ մեր տուն է զանգելու, ու դու էլ պետք է իրան անպայման օգնես։ Աշա շատ է, Լիդա։ Ես որ միլիոնատեր դուր։ Մաքսիմում պիտի լամպոյի տելևիզի մասին հացինի, որ կայնամ պատասխանի։ Շողաց եմ, հաշտի ուտիմ։ Հեսա դրածա, արի կեր։ Սեդան այդի, դու էլ պատասխանի։ Հալո։ Ալո, բարև ձեզ, Ստեփան դուք եք։ Հա, Ստեփանն է, ով է որ։ Ձեզ անհանգստացնում են ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղից։ Մեզ հետ խաղում է ձեր կնոջ քույրը Սեդա։ Նա չի կարողանում պատասխանել առաջին հարցին։ Սեդա դուք ունեք 30 վայրկյան ժամանակ։ Ստյոպ ջան, քանի որ ղարաբաղցիները շատ խելացի են, որոշեցի զանգեմ քեզ։ Հիմա հարցը որն է։ Հայոց այբուբենի վերջին տառը տարբերակները Փ, K, O, F։ Այսեդա դու ամոթ չես անում։ Այդ ինչ պրիմիտիվ հարց է, որ դու չես կարող պատասխանես։ Պարզ չի որ փնա։ Ստյոպ հաստա։ Այո, դու ինչ շաշի տեղ ես դնում։ Ասում եմ փնա եւ O, P։ Ֆինանսիստ։ Ֆիլմ։ Ֆանտաստիկա։ Ֆելիքս Խաչատրյան։ Փորտ Բոյար, սկացար։ Հա, լավ, հասկացա։ Դե գիտեք, իմ փեսան Ղարաբաղցի է, դրա համար որոշեցի իրան զանգել, որ Այս զարմանում եմ, դու առաջի հասարակ հարցը չգիտեի, դու ոնց կարի այդ 1 միլիոն դրամը շահեի Սեդա։ Ստյոպ ջան, քո այդ խոսալուց հետո ինձ պրիմիտիվ հարցեր սկսեցին տալ։ Սվետաֆորը քանի գույն ունի, Հայաստանի մայրաքաղաքը։ Մենակ միլիոնոց հարցներ դժվար։ Ասցին ով է սպանել Ջոն Քենեդուն, ասցի չգիտեմ, կարեցի։ Շատ շնորհակալ եմ, Ստյոպ ջան։ Էս էլ պապայ արև, որ չվերցնես կնեղանա։ Ասեդա թարգի ես քեզ փողի համար չեմ օգնի։ Ի Ստյոպ ջան, դու որ այդ հարցին չպատասխանել, Սեդան հոչ եք կրելու։ Ապրես Սեդ ջան, շատ մերսի։ Վայ, ոչ մի մերսի։ Էսի հոնովեր չես Ստյոպի աշխատանքն է։ Դե լավ, ես գնամ, Արտաշը ինձ է սպասում։ Քիա, Սեդա։
Չհասկացա։ Այդ 1 միլիոնից ընդամենը 500 դրամներ քոնը։ Աբա 500 դրամանոց հարցի եմ պատասխանել ես։ Իրա 500,000 դրամ չի տալու։ Ագահություն մի անի, որովհետև ոնց որ բաբոս իր ասում։ Ռխևեր ջվարեն կորնա, Ագահ մարդու ձերքը մտքան էրգյանը։ մտքից երկար է։ Սա Երևանի կենտրոնում գտնվող մասնավոր դպրոցներից մեկն է, որտեղ աշակերտների ներկայացուցչական մեքենաների համար կառուցվել է հատուկ ստորգետնյա ավտոկայան։ Հենց այս դպրոցում են աշխատում վախկոտ տնօրեն պարոն Զիրոյանը եւ համառ ուսմասվար տիկին Ուլիանը։ Ես դες քեզ ինչ եմ անում, դու ամոթ եմ ես անում, մեծակ չի կես ես դպրոցի մեջ, որ դու կարես քեզ նպապանել թույլ տաս, հենց! Չեմ ասկամ սա քու համար դպրոցա թե ազգային ժողով, ինչի ես դասի ժամանակ կնում։ Ընկեր Զիրոյան, գիշերները մաման տաքսի սերվիզում դիսպեչեր է աշխատում, երեկ էլ հիվանդեր ես եմ իր տեղը գնացել գործի։ Հիմա էլ դու թեկնացու ես, ես էլ ժողովուրդը ու ինձ խափում ես, հա? Ինձ մոտնվում բաները չի ացնում, այս դրա համար դու կպատժվես, հենց հիմա գնում ես և պչում ես ֆիզկուլ դալիջի բոլոր բասկետբոլի գնդակները, բերանով, ազատ ես, Տիկին Ուլյան, ինչու է կալավերդին տեսած շվեցարացու լացակումած սաչկերով նայում վրես, ով է ձեզ նեղացրել։ Պարոն Զիրոյան, ես խնդրում եմ, որ է 11-ի բայի ողջ աշակերտներին երազնեք անխտիր դպրոցից։ Չհասկացա, տիկին Ուլյան, 11-ի բն գլանա, կույրաղիքա, որտես հեռաստենք ոչ մեկ բան չնկատի, ինչ է եղել, ասեք տեսնեմ, պատճառ կա։ Այդ 11-ի բայի գրիշան, այդ մեծ արոստի փոքրաուկի լագոտը, հարցրեց իմ անունը ես էլ ասացի, ու գիտեք հետո ինչ եղավ, ողջ դասարանը սկսեց հռռալ և դա տևեց մոտավորապես 40 րոպե։ Ախր տիկին Ուլյան, ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք։ Ձեր անունը իրոք ծիծաղալու է, տիկին Ուլյան, այցեմնիկ Ուլյան։ Այցեմնիկը ոնա դիեն Ուլյան։ Ես նույնիսկ գիտեմ, որ ձեզ դպրոցում աշակերտների մի մասը ուլ են անվանում։ Եվ ավելի ճիշտ կներ ձեզ այց անվանեն։ Դիեն Ուլյան, այց Ուլյան։ Պարոն Զիրոյան, իսկ ձեզ երեխաները կիսո են անվանում։ Կիսո, բա նորմալ է, տիկին Ուլյան, իմ անունը Քրիստոֆոր է, բա հոսուզի չեն անվանելու։ Իմիջանոց ես ես ասեմ, որ երեխաները չեն մեղավոր, տիկին Ուլյան, իմ և ձեր հարպաս ծնողներ են մեղավոր, որ մեզ էդ անուններն են դրել։ Չհասկացա, տիկին Ուլյան, ես ինչ ռապիզ երաշնության ձայն են լսվում, դուք եք դպրոցի զանգը փողել։ Պարոն Զիրոյան, սա ոչ թե դպրոցի զանգն է, այլ այս երաժշտությունը լսվում է 7-ի բեից։ Սա Մուրադիկի ծննդյան երաժշտությունն է։ Ասեմ ավելին, դուք հիմա վայելում եք Սպիտակ քաղաքի ոմն բնակիչ Հայգի կենդանի կատարումը։ Չհասկացա։ Ես ես այդ Մուրադի գլխին սև սպիտակցի հայկո կրբերեմ։ Մուրադ ասեցիք, 7-ի բը։ Այո, Մուրադիկ, պարոն Զիրոյան, մի բան ձեռնարկեք չի կարել ես թափթփուկներին այսքան տոն տա։ Չհասկացա։ Մուրադ 7-ի բը։ Ես են Մուրադն է, որի հոր ռեստորանում ես պետք է ձրիալում եմ տղայիս հարսանիքը։ Ոնց ես կրեմ Մուրադին պատժեմ։ Մի բան մտածի, Զիրոյան, մտածի։ Տիկին Ուլյան,
Ես ուզված եմ Տիգրունյան։ Դու հասկանում եք Մուրադը լինելով մի քանի ռեստորանների տիրոջ որդի իր ծնունդը որոշել է անել մեր դպրոցում, որովհետև մեր դպրոցը նրա երկրորդ ընտանիքն է Տիգրունյան։ Ահո։ Տիգրունյան, հենց մեծ սահակեք։ Բայց պարոն Տիրոյան, ես ինչ խեղկադակություն է։ Տիգրունյան ասում եմ հակեք։ Ախր ես ինչ կողմնադ է։ Տիգրունյան հակեք։ Չէ որ դուք Մուրադի երկրորդ մայրն եք։ Հակեք և գնացեք ձեր որդու ծնունդին, նա ձեզ է սպասում։ Արագացնեք։ Բայց պարոն Տիրոյան։ Ոչ մի բայց ունյան։ Բայց այսօր քո ծնունդն է մեծացել ես դու արդեն, իսկ պիսիգնունա բաստարը թողնել։ Շապրես Ծիրոյան, ոնց կարացար Ուլյանին համոզեիր։ Չհասկացա Ծիրոյան, դու ինձ մի աչքով ես նայում, ես որ դալան լինեի, օրը 15 հատ մեքենա կծախեի։ Սա գիշերային Երևանն է, որը հայտնի է իր բուրըն ակումբային կյանքով։ Այստեղի ակումբներից մեկում են բնակվում անհոգ երիտասարդներ Էրիկն ու Նարեկը, որոնք աշխարհի բոլոր հաճույքներից կշտացած փնտրում են նոր արկածներ։ Զանգ եմ, դու են Լևոն Արոնյանը, գիտես, շախմատի աշխարհի չեմպիոնը։ Զանգ է աղբեր ջան, Լևոն Արոնյանը եկավ, նստանք մի 10 պարծակ կարեցի, աղբեր ջան, պիվա։ Ու տենց պարապերել եղանցավ գնաց։ Ոնց ապե։ Ոնց է խապում ես արա։ Աշխարհի չեմպիոնի ո՞նց կարի կրել, արա շախմատի։ Աղբեր, կրել եմ։ Եկավ մեր տուն աղբեր ջան, բլոտ խաղցանք 10 պարծակ կարեցի։ Ինչ տես չավը տալու էր, հա։ Ոնց է տոշնիտես։ Ոնց է։ Տոպ տոշնի այդպես կրելու դեպք ապե, անց ես տարի մուաղբորս է տեղամ։ Տունը ռեմոնտ էինք անում, ապե 50 մեշոկ ավազ են կրետում։ Ոնց է։ Արա նարո, բայց դու ինչ բուտ գյադա ես։ Ես տենց որ մտածում եմ, գցում բռնում եմ, ջոգում եմ, որ քո ուղեղը քո նման գործազուրկ կա։ Ընդհանրապես ոչ մի մոտիվով չի աշխատում։ Ինչի քո ուղեղը ինչ-որ մի աշխատում ապե։ Աղբեր, որ ասեմ կաֆել է խփում կհավատաս։ Քանի սովա խփում որ։ Լավ էլի սուս մնա։ Մի խոսա ընդհանրապես։ Խոսեմ չեմ խոսա։ Չխոսա։ Բաները։ Արա լավ էլի նարով, ատենց էշեշ խոսալու փոխարեն ավելի լավ է լնայեմ բարի ստոյկի մոտ երկու հատ ինչ պատկեր են նստած։ Ապելը ժպիտը նայի, իսկական Մոնա Լիզան։ Իմը նայի նարով, եթե մենք Այս Մոնա Լիզային այսօր չտարանք սաունա ռեստավրացնելու, ուրեմն մենք ընդհանրապես արվեստից բան չենք հասկանում։ Ջոգիր ապե։ Ոնց է, ապե մենակ սաունան ջոգեցի։ Բայց մոտս ապե ես լիքը սուպեր կլեք, այս այդմ կպցնեմ ապե։ Արա ինչ սուպեր կլե, արա։ Քո սուպեր կլեից իմ մոտ էլ կարակ ես 100,000 անգամ եմ ասի, արա, ոնց քեզ բացատրեմ, որ քո այդ յոգուրտի ուղեղը մտնի աղբեր ջան։ Փողով աղջիկ կպցնել է, էլ կայֆ չի։ Արա պետք է առանց փող աղջկան կպցնես, որ կայֆ լինի, հասկանում ես, դա ավելի լավ կայֆ է, քան թե ոնց ասեմ։ Քան թե Պիկասոյի $1 միլիոն նկարը վառելը։ Ջոգիր ապե։ Չի ապե։ Հետո քեզ մի հատ ուրիշ բան ասեմ ապե, այս աղջիկերքը նեգր տղեկ են սիրում շատը։ Չի ապե։ Չգիտես։ Չգիտես խի։ Չի ապե։ Արիաս։ Հենց դրա համար ապե։ Ոնց ապե։ Հենց դրա համար։ Ոնց է իմ Նաոմի Քեմբերլինն էր։ Արա նի աղջիկար ինչ ես խոսում արա։ Ապե սոս մնա։ Ինչ անենք ապե։ Դու սոս մնա, մնացածը ես կանեմ հետը սարի։ Չխոսաս ընդհանրապես։ Ոնց է չփոխ։ Ոնց է չխոսաս ես կդամ։ Ոնց է։ Hello. I am Jake.
He's my friend Billy. Ինչ ասում։ Hey, just went on to now. Hello, I'm Inga. She's where are you from? We are from Africa. Vuvuzela. We are from Africa, born in Africa. We are from Africa. From Africa. Ասեցիք խնդալու դեմքեր են, նստրած նայսի լրիվ եսը։ Would you like drink something? Ովքեր են, նստրա լրիվ կենտանի է։ Ասե որ մենք աֆրիկացիներ ենք արա, իսկ աֆրիկացիները հայերեն չեն հասկանում։ Ոչ թե ես չոտքի հասկանում եմ ինչ էր ասում արա այդ Աֆրիկա։ Ոչ թե մեկ հասկանում եմ արա, որ դու հասկանայի ոչ թե դու այդ գլուխը ջարդել արա։ Դու լրիվ stupid man ես ապե, ջակաս, փի, animal ես դու։ Լրիվ Ինչ ասի ապե։ Ճասկցա չէ, այ որ հասկանայր աղբեր ջան, ես էլ այդ աղջկեր ջորի գինում եմ։ Սա երրորդ մասն է Երևանի ամենահայտնի թաղամասերից մեկը։ Հենց այստեղի հանրահայտ պրոդյուսերական կենտրոններից մեկում է նկարահանվում կոտրված մեխակ ամենառեյտինգային հեռուստասերիալը։ Լեսի այ օպերատոր, ինչ ես եք սոկե թողե գնաց հետո։ Ինչի այդ մասենա գազելի շոֆերը նկարե։ Թե ուզում ես գործից հանեմ ելի այդ ախրանիկ աշխատես։ Զբաղված եք, պարոն պրոդյուսեր։ Չէ, կապրաս լիցկա թափվում է։ Իսկ դու ըխկ, ազատ ես։ Մեխակին վերջապես հաջողվում է համոզել հորը և նրան գնում են Ժաննային մատանի դնելու։ Խոսքապի ամենաթեժ պահին աղջկա մայրը Տիկին Ռուբինան ուրախությունից սկսում է արտասվել։ Բոլորը միանում են նրան և հուզիչ երաժշտության ներքո բոլորը արտասվում են։ Տխուր է։ Գրիչ, ես ինչ սցենար ես գրել։ Ես քո սցենարի վրա դաժե Նաիրա Գյուրջինյանը չի լացի։ Մեզ ող պապետ ող։ Մեզ ող պապետ, որ կիլերը հոգնած կատուն, կիլերը, որ հենց որ մարդ հասպան է, որ հենց որ կինա այրիացն է, որ հենց որ երեխայա որպացն է, նայի մեր սցենարը ու սկսի հոմբուր լացեն։ Անես լացի, որ տակի հարևանի գաջերը թապի գլխին հասկանում ես։ Դու ստել ես սցենարը։ Կնկարես իմ սցենարով, դավայ։ Լսի Սուչոնակ, եթե հենց իմ այդ փողերը չփոխանցես, ես քո գլուխը լավ իմ այդ ես հուլի վրա եմ հետո խոսք։ Հայրիկ, ես հենց հիմա պահանջում եմ, որպեսզի մենք գնանք Ժաննայից տուն խոսքապի։ Ժաննանով արա, են անլվատ, են որ մերը մեր տունը մալական է աշխատում։ Հայրիկ, դու Ժաննային անուն մի դիր։ Ժաննան ինձ է սիրում ոչ թե իմ փողերը։ Մալադո իշո, մերդ էլ էր տենց ասում։ Հետո պարզվեց, որ մերդ ոչ թե ինձ է սիրում, այլ իմ փողերը։ Երեկվա պես հիշում եմ,
Ինչու էր դա ինձանից թաքցնում։ Сынок, все женщины одно и то же. Так что имей в виду, մինչև չհամոզվես, որ Ժաննան ոչ թե քո փողերն ասի, այլ քեզ լուրջ քայլի չլինես։ Հայրիկ, բայց ես ոնց համոզվեմ։ Հիմա արդեն դու ինձ դուր ես գալիս։ Դա վերցնի եմ։ Մենք Ժաննային կփորձենք։ Խոսա, մեխակին է սիրում, թե իրա փողերը։ Խոսակ չի։ Հրը չի խոսում։ Հանգստացի, կայեն, անցի գործի։ Իլացեք են որդիս, տեսնում ես, Գնեք քեզ սիրեր, խոսեր, այս չի խոսում, ինչ է նշանակում, որ նա քեզ չի սիրում, դիմացի, ամեն ինչ պարզվեց, ամեն ինչ։ Ժաննա, ասա, որ ինձ սիրում ես։ Նա քեզ սիրում։ Տեսնում ես որդիս, եթե նա սիրեր, խոսեր, ամեն ինչ պարզվեց։ Դոկտոր, ինչպես է Ժաննայի վիճակը։ Բարկասո ամեն ինչ կարգին է, վիրահատություն անցավ շատ բարեհաջող։ Լավ է։ 11 ժամ տևած բարդ վիրահատության արդյունքում մենք կարողացանք հեռացնել նրա բերանից կոչը։ Եվ նա Բժիշկ, իսկ Ժաննան կկարողանա խոսել։ Ցավոք սրտի նա արդեն խոսում է, ասեմ ավելին, նա շատ վատ բաներ է խոսում ձեր և ձեր հոր մասին ոստիկանների ներկայությամբ։ Դոկտոր, կամոյեմ որ, ստեղ թարնել ամենաճիշտ բանն է։ Ես եմ դες կարծում դարեցի, պետք է դվեցի։